Հայոց բանակը ծնունդ առավ մեզ համար պատմաքաղաքական դժվարին ժամանակահատվածում Արցախյան գոյամարտի ակունքներից։ Հենց այդ բանակը խիզախորեն մարտնչեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմը։ Նրանք հերոսական պայքար մղեցին թշնամու դեմ, որոնք այդպես էլ չվերադարձան մարտադաշտից, ինչպես Պաշտպանության բանակի սերժանտ Դավիթ Սերգեյի Գասպարյանը։ Ծնվել է 1973 թվականի հոկտեմբերի 25-ին Ստեփանակերտում։ Սովորել է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 միջնակարգ դպրոցում։ Զորակոչվել է Պաշտպանության բանակ եւ պարտադիր զինվորական ծառայության անցել Պաշտպանության բանակի զորամասերից մեկում։ 1998 թվականին աշխատանքի է անցել Արցախի Հանրապետության փրկարար ծառայությունում, իսկ 2000 թվականից The Hello Trust միջազգային կազմակերպությունում որպես ականազերծող։ 2011 թվականին ծառայության է անցել Ասկերանի զորամասում 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ հրաձգային վաշտի ականանետի հաշվարկի հրամանատարն էր։ Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց Արցախյան երրորդ պատերազմը, սկզբում մարտնչել է Ասկերանի զորամասի պահպանության վայրերում, այնուհետև հոկտեմբերի 18-ին նրանց գումարտակը տեղափոխվում է Լաչինի հատված, Դժոխքի ձոր կոչվող տեղամաս, որտեղ հոկտեմբերի 23-ին թշնամու արձակած ականանետային հարվածից զոհվում է սերժանտ Դավիթ Գասպարյանը։ Հարազատները Դավիթի մարմինը ճանաչել են ձախ ձեռքի դաջվածքից։ Դավիթ Գասպարյանը հուղարկավորվել է իր ծննդյան օրը հոկտեմբերի 25-ին Գորիսի զինվորական Պանթեոնում։ Դավիթին դասավանդած ուսուցիչներից շատերն արդեն ողջ չեն։ Համադասարանցիների խոսքով դպրոցական տարիներին չարաճճի էր, սակայն սիրված բոլորի կողմից, անչափ հումորասեր էր, արկածներով լի էր նրա ամեն մի օրը։ 1988 թվականի փետրվարին, երբ սկսվեց Արցախյան շարժումը, մենք սովորում էինք 8-րդ դասարանում։ Մեր դպրոցն էր Ստեփանակերտի համար 1 դպրոցը, որ այն ժամանակ կրում էր Մաքսիմ Գորկու անունը, բայց հենց այդ նույն 88-ի փետրվարին էլ որոշվեց տնօրենության կողմից այն վերանվանել Մեծ լուսավորիչ Աբովյանի անունով։ Մեր դպրոցը գտնվում էր հենց անմիջապես հրապարակում, այնտեղ որտեղ այսօր խորհրդարանի շենքն է, եւ ամեն ինչ մեր աչքի առաջ էր։ Դասերի նստել այլևս հնարավոր չէր եւ շատ աշակերտներ էին դասերը թողած, մասնակցում նաեւ ցույցերին։ Շատ բան գուցե չէին էլ հասկանում, բայց 8-րդ դասարանցի աշակերտներս ավելին էին իհարկե հասկանում, հատկապես որ նաեւ ստացել էինք ճիշտ դասերակցություն մեր գրականության ուսուցչուհու կողմից, Ինկե Դադայանի, պատմության մեր ուսուցչուհու կողմից, Ինկեր Կասյանի։ Մենք այն սերունդն ենք, որ լավ մանկություն ենք ունեցել իհարկե, բայց արդեն 8-րդ դասարանից սկսած գիտենք ինչ ճանապարհ է անցել մեր Արցախ, հաղթանակ տոնեցինք, ապրեցինք խաղաղ եւ Դավիթն էլ ընտանիք կազմեց, երջանիկ էր իր ընտանիքով, իր զավակներով։ Մենք հիշում ենք նրան բոլորս Դավթին, ես անձամբ որպես դասընկերուհի նրան նաեւ մի փողոցում ենք մեծացել, շատ կատակասեր տղա էր, հումորով, միշտ շատ ուշադիր էր բոլորի նկատմամբ, շատ էր նաեւ սիրում երեխաներին, կենդանիներին էր շատ սիրում։ Շատ ուրախ, ընկերասեր, ամենից լավը, մաքուր, լավ օրեր ենք անցկացրել։ Դպրոցը ամենամիշտ միասին էին գնում։ Մենք փողոցում ենք ծնվել, մեծացել։ Դպրոցում ճիշտ է, այնքան էլ լավ չենք սովորել, բայց ուսուցիչների հետ միշտ ամենաշ լավ, նորմալ։ Դասարանում ակտիվ եղել, մականունը կուկլա եկել ասել, փոքր ժամանակ, ինքան գեղեցիկ է։ Եվ ինքը դասարանի եւ ուսուցիչների կողմից հարգված երեխա է։ Մինչև 8-րդ դասարան կարդել եք միասին։ Ճիշտ է, դա եթե մի քիչ չարաճճի էր, թե դասերի ժամանակ, թե նենց։ Ծիրաստան շատ ենք հավաքում դասարանով։ Գնում էինք, պարեկ սովորում միասին, ինքը լավ պարում էր։ Պիոներական ճամփարներ, բան, սա միասին անց եք կացել։ Լավ մանկություն եք անցկացրել։ Դպրոց ավարտելուց հետո ահագին ժամանակ շփվել ենք։ Ընկերություն ենք արել։ Դասարանով հավաքում էինք։ Աշխատել է Hello Trust-ում։ Հենց առաջին օրը, որ իմացանք Քերուսկինը տղա երեխա ուներ, մորս հետ գնացինք
նախկին ծննդատուն, նախկին հանրապետական հիվանդանոցի նկողային բաժնում աչքալուսանք տվեցինք անկին քերակնոջը։ Ես որպես աշակերտուհի այն ժամանակ շատ սիրում էի Դավիթ անունը։ Դավիթ նշանակում է սիրելի, բոլորի կողմից պաշտելի։ Ու Դավիթ անունը ինձ հարազատ էր մեր էպոսից, Սասունցի Դավթի կերպարից։ Եվ հարգելով իմ խնդրանքը անվանակոչեցին Դավիթ, ունի մեծ սիրտ, հոգատար էր շրջապատի նկատմամբ, սիրում էր կենդանիներին, իր սեփական տան այգում օգնում էր պապիկին։ 3 քրոջից հետո ծնված տղա, որը մեր տունը երջանկություն, ուրախություն բերեց։ Ամեն ինչ պտտվում էր Դավիթի շուրջ։ Ես երրորդ քույրն եմ, ինքը ինձանից հետո մենք ես եւ ինքը ամենաշատ կապված քույր եղբայրն ենք։ Դենա հատկում լապես, ենիրը քաղցի մնանգունուլան, ինք մնանգու։ Իշտացնեմ ամենաշատ սերը տայեմ տուա։ Մինորը կաշտի մտենու լողջես տուա, ցարագալոշտի կպենյան դիկապած գաշակ։ Քեցալա փիսը ցխորալ, եկալան վերում գալոնդալ օգտվենալ, ցխուտրա, վեր հանցքինա վերջկո։ Պարտադիր զինվորական ծառայությունը Դավիթ Գասպարյանը անցել է 3 տարի, այնուհետև զորացրվելուց հետո աշխատել է սկզբում փրկարար ծառայությունում, այնուհետև The Hello Trust միջազգային կազմակերպությունում որպես սակրավոր։ Այնուհետև ծառայությունը շարունակել է Ասկերանի զորամասում։ Զորամասում եւս սիրված եւ հարգված զինվորական էր, համարձակ էր եւ մարտական բարձր ոգուտ էր, լավ էր տիրապետում զինատեսակներին, հմուտ էր եւ փորձառու։ 92 թվականից Դավիթը միշտ բանակում էր, սկրիվներին սաղ մասնակցում էր, ինքը այս Hello Trust-ում աշխատում էր, միշտ այդ գործի մեջ էր լի։ Гаспарян Давид. Он был один из моих спасателей, который служил в службе спасения спецподразделения быстрого реагирования. Я буду говорить об общих чертах, потому что образ Давида Гаспаряна – это и образ всех спасателей, которые, рискуя своей жизнью, всегда пошли на риск, спасая жизни других людей. Первый раз, когда Давид ко мне подошел и хочет стать спасателем, я у него спросил: а ты сможешь справиться? Это я прекрасно помню. Он сказал, что я смогу. С такой доброй улыбкой, между прочим. Я сказал, что ты должен сдать аттестацию. Они начали тренировки. Ну, разумеется, иногда я выходил смотреть, как они проходят физподготовку, теоретическую подготовку и так далее. И среди всех этих ребят Давид сдает аттестацию и вступает в ряды спасателей. Я его, конечно, поздравил. Я прекрасно помню его добрую улыбку, отзывчивость, его подходы. Это действительно все подходило к спасателям, потому что спасатели, в свою очередь, должны быть то же самое, отзывчивые, преданные, честные, физически подготовленные, чтобы в любой ситуации они могли спасать жизни людей. Ես Դավիթին ճանաչում եմ 2016 թվականից։ Իր հետ ես որ եկել եմ ստել մտել ծառայության պայմանագրային Ասկերանի պոլկում։ Իր հետ ծառայել ենք։ Ինքը ուղղակի իմ համար համ լավ ընկեր, համ իդեալական մարդ։ Իր հետ ամեն ինչը հետաքրքիր է եղել։ Ես 14 թվականին մտել եմ Ասկերանի զորամաս, Դավիթը եղել է առաջի վաշտում որպես ականանետորդ։ Միասին ծառայել ենք, միշտ միասին ինքը համարյա պոստ ՊՀ-ից, ինքը քանի ելել է ականանետորդ, ինքը տարբեր պոստեր ակեցա, բայց ես ելել եմ մի պոստում։ Ես իրանուստ եմ սովորալ, ինքն են սովորել ականանետը ոնց օգտագործում։ Դավիթը միշտ եղել է անկերասեր, միշտ ճպտերես, միշտ սաղից հետ ասելով, խոսելով, ծիծաղելով ենք հասկացել մեր ամեն մի պերես մեկ են, իր հետ գրաժդանսկի շփումել է եղել, ես չոր մենակ ասենք ծառայության ժամանակ ենք էլ շփվել, սաղից հասնող ամեն ձև ինչով որ կարողացել է։ 17 թվականին մտա ծառայության Գասպարյան Դավիթին տեղում ճանաչել, че 60 մմ-անոց մինամյութին իրել է։ Շատ նորմալ ազնվորություն է, կարգապահ, շատ կարգապահություն,
պետք է որպես չորինահին ծառայող հյուրանանային նույնպես սուվերալ։ Դրանից հետո տեղափոխալում ես 212-ը։ Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Դավիթը Զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ հրաձգային վաշտի ականանետի հաշվարկի հրամանատարն էր։ Մարտակերտի եւ Ասկերանի զորամասերի մարտական դիրքերի միացման հատվածներում էին սկզբում։ Ասկերանի զորամասի պահպանության 173 մարտական դիրքում, այնուհետև նույն զորամասի պահպանության տարբեր մարտական դիրքերում։ Հոկտեմբերի 18-ին գումարտակի անձնակազմը խնդիր է ստանում տեղափոխվել Լաչինի հատված, Դժոխքի ձոր կոչվող տեղամաս, որը Արցախյան առաջին պատերազմի ժամանակ կոչվում էր Կոբրա 1 եւ Կոբրա 2։ Տեղանքում թեժ մարտեր էին։ Նա նոր էր եկել պոստից, պետք էր հանգստանար, որ պատերազմը սկսեց ու նա գնաց։ Ես այդ ժամանակ նրան չտեսա։ Նա լայր կորանի կաս խոքազմունյա վեշերը հովակոմա կինամ։ Էնքինան լավ էր կինամա։ Ես նամուսինս պատվալում կլա։ Միշտ առավոտը խոսում ար, իրիկյուն կեսօր է խոսում ամար, խային կաց, հերվում կենում իրան տամ, արխային կաց, պենումոտ են իրան ալան։ 212-ում կառևը սկսում է մի տեղ ընկնում էլ աղդա։ Դղան մի տեղ տանը մալվաչին, շատ նորմալ, ակուրատնի կառևը հունցու կարգնա, կազմակերպված արալա։ Յուրան զենքան, մնացած զենքերը միշտ հասկանալիս, մարդկանց բացատրելիս, ասելիս, խորհուրդ տալիս, շատ նորմալ կարգապահ մարդ էր։ Ռոտի բոլոր զենքերին տիրապետում էր։ Գնացինք Լաչին, Դժոխքի ձոր կոչվող տեղամասը։ Եվ դեր խելա օրեր միասին հասկացրեցինք, հետո մեզ տեղափոխեցին տարբեր ուրիշ տեղեր, ինքը վաբշե ուրիշ տեղեր, ես վաբշե ուրիշ տեղ էի։ Սենց 16 թվին էլ առաջի վարքյանից ինքը էլի միշտ ճակատում էր։ 44 օրն ամսի 27-ից ինքը ուժեն ճակատում էր։ Պատերազմի ժամանակ մենք Գորիսում էինք եւ հայրիկս ամեն օր զանգում էր եւ նա մեզ հույս էր տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու, կատակում էր, որպեսզի մենք չվախենանք այդ իրադարձություններից եւ կատակում էր, որպեսզի մեր տրամադրությունը լավ լիներ։ Վերջի օրը, երբ ես նրան տեսա զինվորական հագուստով, դա վերջին պահն էր, ուղղակի շրջվեց, նայեց մեզ, ժպտաց եւ գնաց։ Հոկտեմբերի 23-ին թշնամին թիրախավորեց տեղանքը եւ հրետանային կրակ բացեց տղաների ուղղությամբ։ Նույն օրը Դժոխքի ձոր հատվածում թշնամու արձակած ականանետային հարվածից զոհվում է սերժանտ Դավիթ Գասպարյանը։ Զոհվում է նաև հաշվարկի նշանառու Էրիկ Գրիգորյանը։ Նրանք վաշտի առաջին զոհերն էին։ Մարտական ընկերները փնտրում էին Դավիթին եւ Էրիկին։ Դավիթի ռադիոսարքի խշշոցի օգնությամբ գտան նրանց դիակները, տեղափոխեցին սկզբից Ստեփանակերտի հոսպիտալ, այնուհետև Գորիսի դիահերձարան։ Դավիթ Գասպարյանի հուղարկավորությունը իր ծննդյան օրն էր, հոկտեմբերի 25-ին։ Նա հուղարկավորված է Գորիսի զինվորական պանթեոնում։ Զոհվելու պահը տեղում գլուխ չքնջավ, իրանք արդեն չկան։ Մին 4-5 ժամ հետո ռացիայի խշշոցի վրա արդեն հասկացել, որ իրանք չկան երկուսով։ Նոր առավոտը գնացել հանել։ Որ իր այդ դեպքը եղել է առաջինը ես եմ իմացել, մեծ ցավ եմ զգում, որ իմ ընկերս էլ չկա։ Մենք էլ տեղափոխվեցինք երեխաների հետ Գորիս, Գորիսում էինք ապրում, մի հարևաններ էինք, ես եւ Դավիթի կինը, միասին տեղ ապրում էինք։ Ես դրսում լսեցի, որ խոսում են, որ ինչ որ տղայի մասին են պատմում, որ զոհվել է, պետք է գնան Արցախ։ Ու ես մի անգամից չգիտեմ, ինչ կատարվեց ինձ հետ։ Անունը չլսեցի, լսեցի, որ ինչ-որ մեկի մասին են խոսում։ Մեր հարսի բարեկամն էր խոսողը, դրա համար ես մոտիկացա, հարցրեցի, չէին ուզում ասել եւ մղձավանջ է ինձ համար այդ օրերը, ճիշտ ավելի քիչ եմ հիշում, այնքան ցավոտ է, որ հիշողությունը
ինքը մտագնում է, որ դու չես կարողանում հիշել այդքանը։ Մենք չէինք մտածում, որ այդպիսի ավարտ կունենա։ Մենք բոլորս հավատում ենք մեր հաղթանակին։ Հələ շոնը տանում էր, հեչիլական ասում, տիրավ էր թխումը, հեչմալ էր։ Հա, թխոքեր, վտամուչեմ դրքինամ, շոնը տանում էր, ենա տանում է։ Տանում է հետո չնում, ինքը մնամ ընդեղ շոնը ետկյամա։ Արեգա, Անահիտ և Սուսաննա կույրերի միակ եղբայրն էր Դավիթը, ընտանիքի կրտսերը, բոլորի սիրելին։ Սուսաննան աշխատում է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 դպրոցում։ Դավիթի հայրը, Սերգեյ Գասպարյանը, միակ որդու կորստին ոչ մի կերպ չէր համակերպվում։ Որդու զոհվելուց 1 տարի անց մահանում է, իսկ մայրը, Տիկին Անգինը, կարոտով է պատմում Դավիթի մասին։ Դավիթն ամուսնացած էր, ունի 2 զավակ, տղա և աղջիկ։ Ավագը, Մարատը, այժմ Ռուսաստանի Դաշնությունում է, սովորում է տնտեսագիտական համալսարանում։ Իսկ դուստրը, Մարիամը, Ստեփանակերտի բժշկական քոլեջի 3-րդ կուրսի ուսանող է։ Դավիթի կինը, Ինան, հոգեբան է։ Նա փորձում է Դավիթի կիսատ թողած գործը շարունակել եւ երեխաներին հասցնել իրենց նպատակներին։ Ռազմաճակատ մեկնելիս Դավիթի հետ էր նաեւ հավատարիմ շունը, Լինդան, որը աղջկան էր նվիրել։ Դավիթի զոհվելուց հետո ծառայեկից ընկերները նկատելով շան անհանգստությունը սկսել են փնտրել Դավիթին։ Լինդան նորից տանն է, սակայն ամեն անգամ փողոցում հանդիպելով զինվորականի մոտենում է ու հոտոտում ասես փնտրում է տիրոջը։ Ունեմ շատ հուշեր կապված հայրիկիս հետ։ Իմ հայրիկը շատ կատակասեր էր եւ հիշում եմ իր բոլոր կատակները, երբ ժամ էինք հարցնում, ինքը միշտ կապ չունի վաղ առավոտ թե ուշ երեկո ասում էր 6-ից 10 պակաս։ Հիմա ես էլ եմ նույնը ասում, երբ ինձանից հարցնում են ժամ, ինքը շատ ուշադիր էր մեր հանդեպ, ամեն օր մայրիկիս եւ ինձ համար ծաղիկներ էր բերում։ Հայրիկը շատ էր սիրում իր հայրենիքը եւ երբ մենք համոզում ենք գնալ այլ երկիր, ծով հանգստանալու, նա չէր համաձայնվում, սիրում էր իր հայրենիքի գետերը, սիրում էր իր հայրենիքում հանգստանալ։ Իմ հայրիկը խորհուրդներով միշտ մեր հետ էր, նույնիսկ իմ երազներում ինքը միշտ մեր հետ է, մեզ մենակ չի թողել։ Իմ բոլոր ցանկություններին, իմ բոլոր երազանքներին ինքը կողմ էր եւ ինձ առաջ էր մղում։ Ես շատ հուշեր ունեմ, որոնցից մեկը, երբ ես 10 տարեկան էի, նայել եմ մուլտֆիլմ, որտեղ շունիկներն էին եւ ցանկացել եմ հենց այդ շունիկից, դալմատինец շունիկից եւ իմ հայրիկը չգիտեմ որտեղից գտել էր այդ շունիկը եւ հենց իմ ծննդի օրը բերել։ Այդ շունիկը ինձ հետ է մեծացել, այդ շունիկը տեսել է բոլոր մանկության պահերը, այդ շունիկը եւս մասնակցել է կռվին, եւս եղել է իմ հոր մոտ, նա չվերադարձավ, սակայն շունը վերադարձավ եւ մենք հիմա պահում ենք, շատ խնամքով պահում ենք այդ շունը։ Մեն օր մեր հարևանն տղանը մի սալդատանում կանած, շոնը տեսանգում։ Ես էլ հատանքինամ խոխը չվախում, վերպիրիմ կապի։ Քինամա մի սալդատանում ընդվան կացած։ Քինամա հոտանում պրսնում, մլե ետ տարը միզնահատկյան։ Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 դպրոցի բակում հուշաքար է տեղադրված Արցախյան բոլոր պատերազմներում զոհված շրջանավարտների հիշատակին, իսկ դպրոցի նախասրահում զոհված շրջանավարտների անուններն են գրված։ 2020 թվականի ահավոր պատերազմը հազարավոր տղաների շարքում նաև Դավիթի կյանքը խլեց, որ թողելով նրա որդու, նրա դստերը, այրացնելով նրա կնոջը։ Ցավալի է իհարկե, որ նման կորուստ ունեցանք, բայց ուզում եմ մխիթարանքի խոսքեր ասել, իհարկե ծնողներին եւ վշտակցության խոսքեր ասել նրա հարազատներին ու հավաստիացնել, որ Դավիթը եւ նրա նման բազում շատ տղաներ, որոնց մենք անձամբ ենք ճանաչում, թե ոչ էական չեն, նրանք բոլորը մեզ համար հարազատ են արդեն դարձել, նրանք կլինեն, քանի դեռ մենք ենք էլ ապրում։ Արցախցին ապրել է, ապրում է, կապրի իր հողում։ Մենք պինդ ենք մեր ժայռերի պես, մենք աշխատասեր ենք, մենք գիտենք հարգել մեր արժանիքները, յուրաքանչյուր հերոսի զոհվածի գերեզմանին այցելելիս եւ ցավ ենք ապրում, եւ հպարտություն ենք ապրում։ Դավիթը մեծացավ որպես լավ մարդ, եւ նա իր նվիրվածությամբ ապացուցեց,
որ ստացել է համապատասխան դաստիարակությունը, կարևորում է, արժևորում է հայրենիքը, հայրենի հողը ու պատգամում է իրենից հետո եկողներին, որ իրենց գործը շարունակեն, որպեսզի իրենց թափած արյունը իզուր չկորչի։ Այսօր մենք շատ մեծ ցավով ափսոսանք ենք ապրում, որ մեր ընկերը մեր հետ չի, մեր շարքերում չի։ Մենք միշտ հիշելու ենք իրան, ինքը միշտ մնալու է մեր սրտում, մենք даже շարունակելու ենք իրանց կիսա թողած գործը։ Я услышал о гибели Давида. Для меня было очень больно в глубине души, что таких прекрасных ребят мы потеряли в этой войне. Но пусть они в небесах знают, что это просто так не пройдет. Мы отомстим за них. И мы освободим Карабах, чтобы не было бесцельно все это сделано. Այս երկրին ցանկանամ վերջնի մայրից նման չտարնա։ Հիմա եւս ոչինչ չէր փոխվել, հիմա եւս նա մեր հետ է, մենք իր մասին անցյալով չենք խոսում։ Դավիթ Գասպարյանը ծառայության տարիներին պարգևատրվել է պատվոգներով եւ շնորհակալագրերով, ինչպես նաեւ արժանացել էր հավաստագրի որպես առաջին կարգի սակրավոր։ Հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի հանրապետության պետական սահմանապաշտպանելիս ցուցաբերած քաջության եւ արիության համար Արցախի հանրապետության նախագահի հրամանագրով պաշտպանության բանակի թիվ 46994 զորամասի զինծառայող սերժանտ Դավիթ Սերգեյ Գասպարյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայություն մեդալով։ Խունկ եւ աղոթք Արցախյան պատերազմում իրենց կյանքը նվիրաբերած բոլոր հերոսներին եւ խոնարհում նրանց ծնողներին։ Լիահույս ենք, որ դեռևս արժևում է հայոց բանակի հաղթական երթը, փառք ու պատիվ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած Դավիթներին։ Խոնարհվում ենք։